Խոսենք այն թեմայի մասին, որի կապակցությամբ նաև մեր հյուրերն են արդեն տաղավարում, որը որ շատ կարևոր հետաքրքիր նախաձեռնություն է։ Եվ այսպես մարտի 29-ին Ստեփանավանի մշակույթի պալատում մարզերի երեխաները մարզերում հասարակական կազմակերպությունը կազմակերպելու է դեմ արդեմ սերունդների երկխոսություն մարզային ֆորումը։ Ինչպես է կազմակերպելու այս ֆորումը եւ ինչպես է անցնելու, կիմանանք հենց հիմա։ Եվ կներկայացնեն դա Այդա Ջանջուղազյանը, դեմ արդեմ մարզային ֆորումի կազմակերպիչ, բարև ձեզ, եւ Արամայիս Մարգարյանը մարզերի երեխաները մարզերում ՀԿ-ի նախագահ, բարելույս ձեզ։ Շատ հետաքրքիր նախաձեռնություն է, ուզում ենք նախ իմանալ, սա առաջին անգամն է, թե նախորդիվ եւս եղել է նման ֆորում։ Չէ, երկրորդ անգամ է, անցած տարի նույն օրերին եղավ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, սիրվեց եւ այս տարի ավելի կատարելագործած, ավելի մեծ մասշտաբով, ավելի սպասված կազմակերպում ենք արդեն ոչ թե Ստեփանավանում վերջին պահին դժվարությունների պատճառով հարևան քաղաք գնաց Տաշիր, հենց ընդամենը 10 րոպեվա ճանապարհ է, այդպես Ինչպես գաղափարն առհասարակ առաջացավ նմանատիպ ֆորում։ Գաղափարը առաջացավ 3 տարի առաջ, մի տարի խմորվեց եւ իրականություն դարձավ Վարդենիսում 2 տարի առաջ, հա, փաստորեն։ Հետևյալն էր, որ միջոցառումների շուկայում, հա, այսպես նաեւ իվենթներ են ասում, կարծես թե միշտ պատանիների երիտասարդները գնում են եւ լսում են փորձառու մասնագետներին մեկ անգամ, 10 անգամ, 20 անգամ, 30 անգամ, մեր կազմակերպությունը նույնիսկ դրա մեջ շատ ներգրավված է, մեր ձեռքով էլ տասնյակ անգամ, մի կողմից ասի, լավ, բա մեծերը չունեն փոքրերից լսելու, սովորելու բան, չէ՞ որ փոքրերը կուտակել են բավական հետաքրքիր փորձառություն, աշխարհն է փոխվում, պատմություններ կան շատ հուզիչ, երևի թե պետք է տեղերով փոխվեն եւ բացի այդ կարծես թե այդ միջոցառումների շուկայում լրիվ տարբեր գլխիվայր բան կստացվեր, ոգևորվեցինք, հավատացինք այդ գաղափարին եւ արեցինք։ Եւ անցած տարի առաջինը արդեն մեկնարկեց, այսօր երկրորդն է կանում։ Այո, օրեր անց ամսի 29-ին կունենանք երկրորդ։ Այդա մենք խոսեցինք գաղափարի մասին, հասկացանք թե ինչպես է այն ծագել, բայց ինչ է այն իրենց ենթադրում, այսպես պետք է ճակերտները բացել, հասկանալ, փորձել պատկերավոր տեսնել թե ինչ է լինելու ֆորումի ընթացքում։ Սիրով, շնորհակալ եմ նախ եւ առաջ հյուրընկալության համար։ Ընդհանրապես գաղափարից ծրագիր անցումը բավականին բարդ էր, քանի որ ինքը աննախադեպ էր, բայց մենք ամեն ինչ արել ենք յուրահատուկ ֆորմատ ստանալու եւ առաջի անգամ երբ որ անում ենք ավելի շատ ինքը որպես պիլոտային ենք դիրքավորում, որ հասկանանք ինչքանով է անկալվում եւ ինչքանով է ինքը ընդունելի ու սպասված եւ արձագանքները այնքան լավն էր, որ որոշեցինք այս տարի եւս կրկնել։ Օրակարգում առհասարակ բեմից ելույթ են ունենալու երեխաները, ովքեր ունեն հաջող պատմություններ, յուրահատուկ փորձառություն եւ կիսվելու են, իսկ նրանց գալու են լսեն այն մարդիկ, ու միշտ գնում են երեխաները լսելու, Հայաստանի առաջատար մասնագետներ, մտավորականներ, գործարարներ եւ այլոք։ Օրակարգում նաև բացի պատանի առաջնորդների ելույթներից կունենանք նաև հարց ու պատասխան սեսիաներ, ավագ սերնդի եւ կրտսեր սերնդի միջև երկխոսություն, կունենանք համագործակցության կապերի ստեղծման համար հատուկ ժամ, ունենալու ենք նաև ցուցադրություններ եւ տաղավարները տրամադրվել են բացառապես երեխաների կողմից ստեղծված եւ ղեկավարվող նախագծերին։ Կունենանք թեմատիկ պանելային քննարկում եւ վերջում օրը իրական տոն դարձնելու համար կունենանք համերգային ծրագիր։ Այսինքն բավականին մասշտաբային նախագիծ է իրականում եւ մեծ միջոցառում է լինելու, այլ հետաքրքիր է։ Քանի օրյա է լինելու։ Այո, մեկ օրում է լինելու։ Ամեն ինչ մեկ օրվա ընթացքում։ Դե հիմա մեզ պատմեք, որքան բարդ են իրականում նախապատրաստական աշխատանքները, վստահ եմ, որ մեծ թիմ է աշխատում այս ամենի հետևում։ Ես մենակ ասեմ, որ մեր թիմը գիշերները երազում խոսում է, մանավանդ այս վերջին օրերին, մնացածը թողա բավականին մեծ աշխատանք է, եթե այսպես առանձին օրակարգային կետերով ասում ենք, արդեն ծավալը մեծ է, բայց ամեն մեկի մասով մեծ աշխատանք է իրականացում։ Ուղղակի կուզեմ նշեմ, որ թիմը բավականին փոքր է եւ թիմում հենց մենք ներգրավում ենք երեխաներին, կազմակերպչական, որովհետեւ մեր կառույցը միշտ նման ֆորմատներում երեխաներին հնարավորություն է տալիս դրսևորվելու, հնարավորություն ձեռք բերելու փորձ հենց ինքնին ունենալ։
Եվ թիմում հիմնական թիմը 3 հոգի ենք, մեկը ես եմ, մյուս երկուսը աղջիկներ են, դպրոցական, ընդամենը 17 տարեկան, եւ իրենք շատ մեծ աշխատանք են կատարում։ Ես համոզված եմ, որ սա նրանց կյանքում լավագույն փորձառություններից է, որ հետագայում նաեւ իրենց կարիերայում դրական ազդեցություն կունենա։ Ասացիք, որ նաեւ հարցու պատասխանը ենթադրում այն մասնագետների հետ, ովքեր որ ներկայանալու եւ համագործակցությունների հնարավորություն է նախորդ փորձից ելնելով ինչ օրինակներ կան այդպիսի համագործակցությունների եւ ինչ արդյունքներ ունեն երեխաները նախորդ փորձից։ Շատ լավ հարց էր։ Պատասխաններ կարծում եմ տպավորիչ կլինի։ Անցած տարի Վարդենիսում հենց բեմից երեխաները չիջած արդեն առաջարկներ էին անում, տարբեր կազմակերպություններ, հենց ասենք դալիճից վերցնում էին ավագ ներկայացուցիչները միկրոֆոնները եւ բոլորի աչքի առաջ արդեն առաջարկություններ էին ունում այդ երեխաների այդ համարձակությունը, կրեատիվությունը տեսնելով ու ամենահետաքրքիրն է որ դալիճում դե մեկա մեծամասնությունը միևնույն ժամանակ էլի երեխաներ են որոնք եկել են ողջևորվեն այդ ամեն ինչ իրանց աչքի առաջ էր եւ ամբողջ տարի ես տարբեր տեղերից տարբեր երեխաներից լսել եմ որ մենք ձեր կազմակերպությունով հետաքրքրվել ենք Վարդենիսի դեմարտեմից հետո շոկ ա եղել երեխաների համար ու հիմա շատ սպասված է առաջարկներ միանշանակ լինելու են այս տարի մեր գործընկերները նույնիսկ որ դա գիտեն նախորոք եւ ուշադիր հետեւում են այո տեսակ եւ որտեւ երեխաներն քաստինգ են անցել 50-ից ավել տեխնացուներից Հա, ես ուզում եմ այստեղ հավելել, որ մենք ունենք 8 խոսնակի տեղ ընդամենը, բայց ստացել ենք խոսնակների համար 75 հայտ, ինչը անշան որ պարտադիր հայտարարման մեջ յուրահատուկ փորձառությունը պարտադիր էր, սա ցույց է տալիս, որ երեխաները իսկապես շատ են եւ այս ամեն ինչի պահանջը իսկապես կար, բայց նաեւ նշեմ, որ մեծ մասը իրենց 60%-ից ավելի նշել էին, որ միջոցառման մասին եւ ինչու են որոշել դիմեն, ասում էին, որ անցած տարվան տեսել եմ, մասնակցել եմ, ողջավորվել եմ եւ որոշել եմ ես էլ հանդես գամ եւ կիսվեմ իմ փորձառությամբ։ Ես էլ ասելիք ունեմ։ Այդ իմաստը։ Իսկ ինչպես է կազմակերպվում հայտի ընդունում, այսինքն ովքեր եւ ինչպես կարող են մասնակցել այդ միջոցառմանը։ Մյուս տարի, ենթադրում այս տարի արդեն հնարավոր է։ Ունենք դեռևս գրանցումները բաց են, կարող են միանալ եւ ավագ սերնդի եւ կրտսեր սերնդի ներկայացուցիչները, պարտադիր պայման է գրանցումը եւ տոմս գնելը, ամբողջ կանոնները եւ ընթացակարգ ուղղացույցներ նաեւ ունենք մեր Facebook-յան եւ Instagram-յան համանուն էջերում։ Եթե հարցեր լինեն, կարող են գրել, զանգահարել, սիրով կուղղորդենք։ Տոմսի արժեքը 1 դրամ է։ Սիմվոլիկ 1 դրամ։ Այո, պայմանական։ Որ ուղղվելու է բարեգործության։ Հիմնական այստեղ նպատակն է, որ մենք երեխաներին սովորեցնում ենք վճարում կատարել, սա էլ ֆինանսական գրագիտության տեսանկյունից հավելվածի միջոցով, այսպես։ Մենք իրանց ներգրավում ենք ֆինանսական գործիքներ եւ ինչ որ կրթական էտապ է դա էլի։ Մինչեւ երբ է գրանցումները բաց։ Մինչև այն պահը, երբ թիվը կլրանա, ասեմ, որ ամեն օր շատ մեծ հայտեր ենք ստանում եւ ցանկացած պահի կարող ենք արդեն հայտերը փակել։ Մենք պլանավորում ենք ունենալ 500-ից ավելի մասնակիցներ եւ տոմսերը համապատասխան վաճառվելուց հետո հայտերը կփակվեն, այնպես որ եթե ցանկանում են միանալ, պետք է ուղղակի շտապեն։ Պետք է շտապել եւ հնարավորությունը բաց չթողնել։ Դե ինչ, իսկ եթե դուք հետաքրքրված եք այս ֆորումով, ապա մարտի 29-ին կարող եք գնալ Տաշիր, այն տեղափոխվել է Ստեփանավանից դեպի Տաշիր, դեմարդեմ ֆորումին մասնակցելու եւ լսելու, թե ինչ մտքեր եւ ինչ փորձառություն ունեն երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, ավելի կոնկրետ պատանիները։ Այո, մեզ իհարկե մնում է միայն հաջողություն մաղթել ձեզ այս հրաշալի նախաձեռնության հարցում եւ վստահ ենք, որ այն իհարկե շարունակական կլինի եւ յուրաքանչյուր տարի կգործի։ Մենք էլ վստահաբար հնարավորություն կունենանք արդեն մեր եթերից ամեն անգամ ձեզ հյուրընկալել, վստահաբար նաեւ լսել նոր հաջողությունների մասին պատանիների եւ խոսել այս թեմայի մասին։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ։ Շնորհակալություն համեցեք։ Ձեզ հաջողություն ենք մաղթում եւ նաեւ հաջողություն ենք մաղթում մեր հեռուստադիտողին, որովհետեւ առավոտ լուսոն մոտեցավ իր ավարտին։ Այսօրվա մեր եթերը ինչպես միշտ հագեցած էր բազմազան բովանդակությամբ, մենք առավոտը սկսեցինք ձեզ հետ, իսկ ձեզ օրվա հաճելի շարունակություն ենք մաղթում։